Առաջին նախագծի Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված նախատեսվել է պաշտպանության նախարարի մասնակցությունը, ինչ որ Այդ հարցը ես տվել եմ փոխնախարարին, որովհետև ես էլ եմ ակնկալում, որ պետք է նախարարը մասնակցի, սա կարևորագույն օրենք է, բայց գիտեք, որ վերջին շրջանում պաշտպանության նախարարը վատառողջ էր եւ ինչպես ներկայացրեց փոխնախարարը, նման է, որտեղ առողջական խնդիրը սուր էր եւ կարծում եմ, որ մեզ դա պետք է չշեղի, սարս այնքան կարեւոր է, որ մենք պետք է մանրամասն քննարկենք։ Ցանկալի կլներ, հետո երևի փոխանցեվաչափով էս իրավիճակից։ Երկրորդ հարցը, նախագիծը Հայկ Սարգսյանի ներկայացրածն է օրակարգում։ Կա նաեւ կառավարության կողմից առաջարկներ։ Անհասկանալի է Հայկ Սարգսյանը ընդունել է այդ առաջարկները, թե երկրորդ ընթերցման տարբերակում է, որ մենք հնարավորություն կունենանք նախագծի հեղինակին այդ հարցեր ուղենք, ստանանք պատասխան եւ մեր քննարկումը ես կարծում եմ բովանդակային առումով լինելու է շատ մանրամասն, որպեսզի քվեարկելուց առաջ մեր մոտ որևէ հարց չառաջանա։ Եվ սա ասեմ ձեզ, որ այս հարցը ըստ օրակարգային ընթացակարգերի տարբեր տեղ է քննարկվել, նաև քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայում է քննարկվել եւ այստեղ մենք մանրամասն այնտեղ են քննարկում ունեցել եւ այն քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար պարոն Պապիկյանը ինքը նաև մասնակցել է։ Ինչ որ է, մենք օրակարգ եկեք հաստատենք, սկսենք աշխատել օրակարգի, հա, հերթականությամբ եւ շարժվենք կանոնակարգ օրենքի պահանջներով։ Եթե ուրիշ հարցեր չկան, ովքեր են կողմ այսօրվա օրակարգին, խնդրում եմ քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ չկա, միաձայն մենք քվորում ունենք։ Պարոն Սարգսյան, ձեր հեղինակած օրինագիծը խնդրում եմ ներկայացնեք, ես տեսնում եմ դուք պատրաստված եք, համեցեք։ Ես ժամային բան չեմ ուզում դնեմ, եթե կողմ եք, բայց մի փոքր, ասեմ, 20 րոպեն բավարար է ձեզ։ Այո։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, սիրելի նիստին հետևող, սիրելի հայրենակիցներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում իմ կողմից շրջանառության մեջ տրված օրենքի նախագծերի փաթեթը, որը գալիս է լուծելու Հայաստանում առկա զորակոչի հետ կապված խնդիրը։ Ես կցանկանամ դա ներկայացնել, քանի որ շատ եմ արդեն խոսել հրապարակային տարբեր հարցազրույցներում նախագծի մասին, որպեսզի նույն տեքստը չկրկնվի, կցանկանամ այն ներկայացնել գրատախտակի միջոցով թվային տվյալներով։ Պարոն Քոչարյան, խնդրեմ ձեր բարձրախոսը միացնեք, որպեսզի ավելի լավ լսվի։